Ողջույն, սիրելի հետևորդներ ջան, պատկերասրահս այս պահին այս տեսքն ունի, ամպամածը, շատ բարակ շաղ ա գալի, աննշան, և ցրտել է, դե գնամ տնից, միանամ ձեզ, մի փոքր զրուցեմ։ Աշխատանքից նոր տուն եկա, սիրելի հետևորդներ ջան, մի փոքր գնում ունեմ, սառնարան պիտի տեղավորեմ, նաև այստեղ, չեմ ուզում հենց այս ձևով անմիջապես գնալ խոհանոց ու ձեզ միանալ, այստեղ ջուտիկ եմ գնել, որ այրոգրիլի մեջ պատրաստեմ, մյուս անգամ ջեռոցում պատրաստեցի, այս անգամ էլ ուզում եմ այրոգրիլի մեջ պատրաստել, սա դեպի սառնարան հետ կգա, սա վաղը կսարքեմ, այսօր չեմ սարքելու, քանի որ ուրիշ համով բան եմ սարքել, մինչև գործի գնալս, ոյ, այստեղ թաց եղավ, ճանապարհին էլ ճիշտ է, ասենք թե շոկ չի, բայց ամեն դեպքում հավել է, ու չգիտեմ ինչի ատոպրակից, այդպես գնացել ջուրը մի հատ էլ, քանի որ այստեղ շորս էի ուզում բացել, շորն էլ չեմ ուզում խոհանոց տանել, շորն էլ կտանեմ արդեն իմ սենյակ, շատ վաղուց այս շորը մնալով մնում էր, որպեսզի այս հատվածը, ներքևի հատվածը կարճացնենք ու ավերլոկենք, մի անգամ գնացի, չէր աշխատում ավերլոկը, այս անգամ էլ այս ձև, ոնց որ թե այստեղ մի քիչ այն չէր, տեսեք, այնտեղ չեմ նկատել, թե չէ իրենց կասեի, դե լավ, ոչինչ, մեկը մեր գյուղում է, եթե տեսնեմ հարմար է, էլի կտանեմ հետս, կասեմ, այստեղ լավ չեք ավերլոկել, երևի չեն նկատել, դե ես էլ վերցնելիս, քանի որ վստահորեն վերցնում, ես էլ չեմ նկատել, հենց հիմա աչքովս ընկավ, դե քանի որ ես էլ սիրում եմ իմ զրույցը, երբ որ միանում եմ ձեզ ցույց տալ այնպես, ինչպես որ կա այդ պահը, մի խոսքով դուք էլ ուշադիր եղեք, միշտ այնտեղ ստուգել եմ, բայց ռուսը ճիշտ է էլի ասում, որ դավերյայ, նո պրավերյայ, ես պրավերյատ չարեցի, մեղքը իմն է, թե չէ իրենք լավ աշխատող են, լավ են կարում, միգուցե իրենք էլ են վրիպել, չգիտեմ, սա իմ սաթենիս նվիրած շորն է, նաև վերև ունի, որի պիտակը դեռևս չեմ պոկել, արդեն ցրտերն էլ ընկնում է, երևի չեմ կարողանա հագնել, ամեն դեպքում թող պատրաստ լինի, միգուցե աշունը իր կամակորություններով մի օր շատ շոկ լինի, ես էլ կարողանամ հագնել, պիտի հարթուկեմ, բայց չէ, չեմ հարթուկի, վաղը պիտի նորից տանեմ, կամ էլ համար ունեմ, կզանգեմ, կասեմ, այստեղ բաց թողում կա, կարելի է բերել, որպեսզի հետո թելերը չկախվեն, մի քիչ նեղվեցի, բայց թե մեղքը իմն է, ես պրավերյատ չեմ արել, ուրեմն ոչ թե դարակում կտեղավորեմ, այլ նորից այս սիրուն տոպրակի մեջ ու աշխատանքի գնալու ժամանակ կվերցնեմ, 5 րոպեով կթեքվեմ և մի հատ այդտեղ կվերանայեմ, դե ոչինչ, բոլորս հետ էլ կարող է նման վերիպումներ լինել, այս փոքր տոպրակներ շատ եմ սիրում, միշտ պետք են գալիս, այսպես, դադարակ չեմ տանի, հենց այստեղ էլ կմնա, այս էլ պայուսակս կտանեմ արդեն իմ սենյակ, իմ շատ սիրելի, բանալին էլ ինչպես միշտ իր տեղում, այստեղ հեծանիվ է, սիրելի հետևորդներ ջան, տաթևս ուրեմն գնացել էր Եվրոպա շրջագայելու, մրցույթով շահել էր և այս բրիլոկ հեծանիվը ինձ համար բերել էր որպես հուշ, ես էլ իմ բանալուց կախած եմ պահում, այստեղ նման բրիլոկներ շատ եմ սիրում, մշտապես երևի ձեր աչքով է ընկել այս մեր հայկական նուռը փայտից է, սա էլ եմ սիրում և միշտ սիրում եմ իմ պայուսակից կախել, անգամ եթե պայուսակներս փոխում եմ, սա էլ եմ փոխում, վայ սիրտս կոֆե ուզում գործից նոր եմ եկել, դե տեսակ գնանք մի հատ իրար հետ կոֆե խմենք, գնացինք, լույսը միացնեմ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, եկա խոհանոց, որ կոֆե երբեմ ձեր հետ մի բար կոֆե բայլեմ ու զրուցեմ, եկել այսօրվա իմ եփած ճաշի հոտը քիքս ընկավ, մամայավարի ճաշ եմ եփել,
ու մինչև մի փոքր չվայել եմ, ոչ մի կոֆե, դուք էլ այդպես վարվեք, հատկապես, որ այդ օրը դեռևս հասցրած չեք լինում, ոչ մի պատառ հաց ուտել, հատուկ մոտեցրի, որ ձեզ հավեսի բերեմ, հասարակ բրնձով ճաշ եմ եփել, ահա, հենց սա է մամայավարի ճաշը, ընտիր, այո, վրան էլ մի հատ ձու եմ կոտրել, ասեմ, որ սոխառած եմ արել, կարտոֆիլը մանրացրել կուբիկների, հետո հենց որ եփելա բրինձ եմ ավելացրել ու մի հատ էլ բիբար եմ կտրել, այնուհետև ձուն հարել լցրել և հետո սարի ուրց փշրել, այս երկու շերեփ ճաշը վայել եմ, շերեփն էլ հանեմ գիտեք իմ բնավորությունը և վայելելուց հետո նոր կարելի է հանգիստ շնչել, ասեմ, որ հենց այս ճաշի հոտը բերում է ուրցը, սարի ուրցը, նաև շատ օգտակար է փորձեք և ճաշակեք մեր տատիներից եկած մեզ հասած այս համով ճաշատեսակը, հասարակ, օգտակար և իհարկե գրավիչ տեսք։ Հենց այստեղ էլ կվայելեմ, սիրելի հետևորդներ ջան, հետո նոր միայն կոֆե եփելով ամբողջական կմիանամ ձեզ։ Քանի որ գնացել էի իմ կոֆեի բաժակը բերելու, ու սովորության համաձայն միշտ ներս ու դուրս անելիս լույսը անջատում եմ, խնայելով էլեկտրաէներգիան, ձեռքս այդպես ասովոր, սիրելի հետևորդներ ջան, համով ճաշը վայելելուց հետո արդեն կարող եմ կոֆե վայելել ձեր հետ միասին, դուք էլ ձեր կոֆեն պատրաստեք և միացեք ինձ։ Մի փոքր կզրուցենք, այսօր գործեր չեմ անելու այս վլոգիս մեջ, քանի որ սպասողական եմ, վարպետ է գալու ու գործեր կան։ Հարմար լինելու դեպքում նաև այդ գործերով ձեզ կմիանամ, սիրելի հետևորդներ ջան, շատ կարևոր գործ է։ Հիմա մի հատ իմ կոֆեն դնեմ եռամ ու սկսեմ զրույցս ձեր հետ։ Ընդհանրապես այդպես չէ, մեկ բաժակ կոֆեի շուրջ հավաքվելով սկսում ենք զրուցել։ Գիտեք, որ չեմ սիրում կոֆեի բաժակը վերցնել, կամ բան ասել, կամ քննադատել, կամ էլ նախանձել, ձեզ եմ միանում իմ տնտեսության գործերով, մի որևէ հետաքրքիր զրույցով, որպեսզի մեր բոլորիս օրը դառնա թեթև ու հանգիստ։ Հիմա այդ կոֆեն լցնեմ, իմ սիրելի դառը կոֆեն։ Այդ երկար գդալներից այսօր էլ եմ նայել, էլի դեռ չէր ստացել այդ խանութը։ Շատ խանութներ կան մեր գյուղում, բայց հենց այդտեղ է, որ այդ ապրանքը լինում է։ Այստեղ շաքարավազը չեմ ավելացրել, քանի որ չեմ օգտագործում ու այսպես էլ անտեսված մնացել է, բայց սա էլ կավելացնեմ, կդադարկեմ, մի հատ կլվամ ու նոր միայն նոր շաքարավազը չոր վիճակում կլցնեմ։ Իմ համով ճաշը դեռ էստեղ է, քանի որ դեռևս ինքը տաքություն ունի, սառնարան չեմ տեղափոխում։ Այդպես, շատ համեղ էր, սիրելի հետևորդներ ջան, կարող եք դուք էլ անպայման փորձել նման համով թեթև հասարակ ճաշեր, որ ավելի դյուրամարս են և հատկապես աշնանը համահունչ է, երբեմն մեր օրգանիզմին պետք է դադար տանք ծանր սնունդներից, մսեղենից և այլն և հասարակ ճաշեր եփել։ Մեր տատերը շատ իմաստուն են եղել և մշտապես կարելի է ասել այդ տարիներին, շատ հին տարիներին միշտ էլ թեթև ճաշեր են եփել։ Երեկ երբ որ գնացել էի բանկեր իմ գործերով, մի փոքր այդ մասին զրուցեմ, սիրելի հետևորդներ ջան, չեմ կարող շատ խորը զրուցել, միայն կարող եմ ասել, որ գործս գրեթե լինում էր հետո հանկարծ 6 ամսվա տարբերության պատճառով գործս չընդունեց սոցիալբաժինը, բոլորս էլ այդ տիպի գործերի մեջ ենք, բոլորս էլ կարելի ասել, մեղմ ասած, խրված ենք բանկերի մեջ, մեր երկրի այդ դրություններից ելնելով և փորձում ենք ճարպկորեն
դուրս գալ մեր ճակատի քրտինքով, կարողանանք պատվով դուրս գալ, վարկը վերցրել էի տարիներ առաջ, դեռևս 20 թվականից առաջ, որպեսզի իմ տանը վերանորոգումներ կատարեմ ու կատարել եմ, մի մասը հասցրել եմ ավարտին, մի մասը կիսատ է մնացել, դրանից հետո գիտեք, թե ինչ կատարվեց մեր երկրում, դրանից հետո նաև բոլորս էլ աշխատանքը կորցրին և այլն, այդպիսի բաներով մեր վարկերը մնում են և հիմա էլ փորձում էի սոցիալ բաժնով իմ այդ վարկս ինչ-որ ձևով առաջ տանել, բայց այդտեղ ժամանակացույցը չբավարարեց և արդեն այլ տարբերակով ես կսկսեմ վճարումներս կատարել։ Գիտեմ, որ դուք էլ այդ գործերի մեջ եք, մենք մեր Հայաստան աշխարհում այդպիսի մարդ չկա, որ վարկ չունենա։ Վերցրել ենք, որպեսզի մեր տանը կարգավորումներ անենք, բարեկեցիկ կյանք ստեղծենք մեր համար, ու այդպես էլ երկրի դրությունից ելներով շատերիս մոտ վարկերը մնացել են։ Հիմա այդ թեման այլևս չեմ ուզում խոսել ու քննարկել, քանի որ դա բոլորիս մոտ էլ ինչ-որտեղ նաև ծանր հուշեր է արթնացնում, տեսնում եք, ես շփտում եմ, թեթև տանենք այդ ամենը, ամեն բան լավ կլինի, երկիրը խաղաղ լինի, մենք էլ առողջ լինենք և կարող ենք մեր այդ ամեն ինչից էլ դուրս գալ, ամեն ինչի ելքն էլ կա, սիրելի հետևորդներ ջան։ Ինչպես տեսնում եք, ես իմ գանգուրները արդեն հարթացրել եմ, ինքս եմ արել, այս ընթացքում միշտ ասել եմ, որ ուզում եմ դադար առնել, որպեսզի մազերս հանգստանան, նաև վերականգնվի և հասել եմ այդ բաղձալի արդյունքին։ Արդեն կատարյալ գանգուր էր մազերս, երբ որ ձեր հետ ես ներկայանում եմ, անգամ երեկվա վլոգի մեջ իմ մազերս դեռևս խոնավ էր և այդ գանգրությունը այդքան նկատելի չէր, կոֆես էլի ափեց, այո, բայց երբ որ արդեն լրիվ չորանում է, ամբողջովին այլ տեսք է ձեռք բերում և գանգուրիկները հատիկ առ հատիկ երևում է, դրանից շատ եմ ուրախացել, դրա համար էլ ուզում եմ, որ մեկ-մեկ ասել իմ ուրախությունը կիսելով ձեր հետ, քանի որ դա ինձ համար արդեն անհանգստություն էր համարվում, գիտեք, որ եթե մարդը առողջ է լինում, օրգանիզմը առողջ է լինում, ապա մեր տեսքը գեղեցիկ է լինում, մեր մազերը կարգին են լինում, այստեղ ես մի փոքր շտապեցի և իմ սուրճը մի փոքր թափվեց, քանի որ այդտեղ մտածեցի, որ այս բաժակը մի քիչ մեծ է, ջուրը մի քիչ ավել եմ լցրել, դե ոչինչ, այստեղ ինձ օգնության կհասնի իմ խոհանոցային անձեռոցիկը, և միշտ օգտագործելով պտտում եմ գեղեցիկ կողմի վրա եմ պահում, հիմա սա կծալեմ և այնտեղ թափված սուրճը ինքը կհավաքի։ Ճիշտ է, չեմ սիրում նման բաներ, բայց երբեմն այդպես էլ է պատահում բոլորիս հետ, այո, մինչև կհովանա այստեղ, մի փոքր զրուցեմ, այդ վարպետին եմ սպասում, դրա համար էլ չեմ կարողանում, որ այլ գործերով ձեզ միանալ, այլ այս ընթացքում մի քիչ կզրուցեմ ձեր հետ, համել դե գիտեք, միշտ ասել եմ, որ իմ խոհանոցի լուսամուտը այս կողմ է և ուղիղ դեպի դարպասն է նայում և ինձ հեշտ է տեսնել ով եկավ, ով անցավ, մի խոսքով այդ կողմի անց ու դարձը ինձ համար տեսանելի է լինում։ Այսօր, քանի որ եղանակն էլ անպամած էր, ցուրտ էր, մինչև աշխատանքի գնալս իմ այդ կենդանիների աշխատանքները կատարելուց հետո, դե տունն էլ կարգ ու կանոնը արդեն կա, գործ չունեի առանձնակի, որոշեցի երկար դադարից հետո փորձել մազերս արդուկել իմ ֆենով, նաև ասեմ, որ ոչ մի վարսահարդար չի կարողանում իմ մազերի հետ աշխատել այնպես, որ ավելի լավ հարթեցնեն, նստացնեն, քանի որ մազերս գանգուր է ու աբյոմով է,
ճիշտ է, մի պահ երևում է, որ ուղղված է, բայց մինչև տուն եմ հասնում, որպես վարսավարդարի կատարած աշխատանք իմ սրտով չի լինում, քանդվում է, ոնց ասած, ու այդտեղ ես նեղվում եմ, բայց երբ որ ես ինքս եմ այդ արդուկվելով արդուկում, ավելի մանրակրկիտ եմ արդուկում եւ իմ կատարած աշխատանքը ոչ թե ինքնագովեստի համար, այլ իմ ձեռքի կատարած աշխատանքը ավելի է դուր գալիս, ճիշտ է, հիմա էլ աբյոմ կա, քանի որ նաեւ ինչպես որ նախորդ անգամ էի ասել, արանքներից չեմ հանում, մկրատով չեմ կտրում, չեմ նոսրացնում, արդեն լավ խիտ է, աբյոմն էլ կա եւ ինձ հաջողվեց նաեւ իմ սրտի արդուկով հարթեցնել, արդուկ վենով։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, որից հետո գնացել եմ աշխատանքի եւ արդեն տեսանք, թե ինչպես տուն եկա, ընդհանրապես երբ որ հավաքվում ենք զրուցելու, առաջին հերթին մեր սուրճն ենք եփում, հա, այսպես, դա է կարծես թե մեզ միավորում Եվ ես միշտ սիրում եմ, որ մեկ բաժակ սուրճի կողք նստելով, հավաքվելով, զրուցել ավելի դրական բաներից, ավելի հետաքրքիր թեմաներից, այլ ոչ թե այլ ծանր զրույցներից։ Ծանր զրույցները միշտ էլ կան մեր կյանքում, դա թողնենք երկրորդական կամ էլ երրորդ, չորրորդ, ետին պլանում թողնենք ծանր զրույցները եւ թեթև ապրենք, սիրելի հետևորդներ ջան, մի խոսքով, նաեւ մազերս ներկելու աստիճանի է հասել, սպիտակ մազեր շատ քիչ ունեմ, թեկուզ եւ այս տարիքին եմ, արդեն շատերդ գիտեք իմ տարիքը, ես նաեւ չեմ սիրում, որ իմ տարիքը թաքցնում եմ, ես հպարտանում եմ իմ տարիքով, այո, երբեմն կարելի է նաեւ հպարտանալ մեր տարիքով, չամաչել մեր տարիքը բարձրաձայնել, սիրելի հետևորդներ ջան, չէ որ դրանք մեր ապրած տարիներն են, եւ դա մենք ենք, նաեւ կա մի այսպիսի բան, չէ, երբ որ տղամարդն է հարցնում կնոջ տարիքը, կարծես թե այդտեղ կանայք դա ընդունելի չեն համարում, երբ որ տղամարդը կնոջ տարիք է հարցնում եւ չենք ուզում պատասխանել, ասում եք դե գուշակեք, այդպիսի բաներ էլ է պատահում մեր բոլորիս կյանքում էլ, դրանով դա արդեն մեր կանացի բնազդն է խոսում, բայց քանի որ ես ձեր հետ շփվում եմ այսպես ավելի մտերմիկ ձևով, ես նաև իմ ծննդյան օրով արդեն հայտնեցի իմ տարիքը եւ հպարտանում եմ իմ տարիքով, սիրելի հետևորդներ ջան, 3 երեխաների մայր եմ, 5 թոռների տատիկ եմ եւ ինչով երիտասարդ եմ զգում հոգեպես, ֆիզիկապես եւ այդ էներգիան, որ կա իմ մեջ, ինչ որտեղ նաև դա ինձնից է գալիս կամ մեզնից է գալիս, հա, այդ էներգիան պիտի մենք ունենանք մեր հոգու ներսում, նաև այսքան աշխատանքների մեջ լինելով, գիտեք, որ ես միշտ նաև գլուխս վեր եմ բարձրացնում եւ Աստծուն եմ աղոթ քանում, խնդրում, զրուցում Աստծո հետ, այո, սիրելի հետևորդներ ջան, եւ արդեն Աստված հասկանում է, թե ես ինչ եմ ուզում եւ տալիս է, ես գոհ շնորհակալ եմ, որ ես այսպիսին եմ եւ կարողանում եմ իմ այսքան շատ գործերի հետ մեկտեղ ամեն բան կարգավորել, զբաղվում եմ մեղվաբուծությունով, զբաղվում եմ թռչնաբուծությունով, այգեգործությունով եւ նաեւ աշխատում եմ Թումո կենտրոնում, կազմակերպիչ եմ այնտեղ, սիրելի հետևորդներ ջան, իսկ նաեւ վլոգեր եմ, վլոգներ եմ վարում, արդեն բոլորի պարզ, ապա մի տեսեք, թե այսքանը միասին վերցրած, ինչքան մեծ գործ է, որ Աստված ինձ այդ ուժը տալիս է, դրա համար էլ ես միշտ գոհանում եմ Աստծուց, որ կարողանում եմ այդքանը դասավորել, կարգավորել, նաև գոհանում եմ ձեզնից, քանի որ դուք էլ իմ կողքին եք այս ամիսների, այս տարիների ընթացքում արդեն իսկ եւ հասցրել ենք միմյանց լավ ճանաչել, հարգանք ու սեր ձեռք բերել եւ այն պահը, որ դուք իմ կողքին
կողքին եք այս տարիների ընթացքում, նաև դա է ինչ շատ մեծ ուժ ու էներգիա փոխանցում, սիրելի հետևորդներ ջան, լինենք միշտ այսպիսին, լինենք միշտ միասին, երբ որ մարդիկ համախմբված են լինում, կա չէ այսպիսի ասացված, որ գեղ կանգնի, գերանքը կոտրի, այո, դա շատ խորը իմաստ ունի, դա միայն գերան կոտրելու իմաստը չէ, երբ որ համախմբում են մարդիկ, ամենածանր բաներից կարողանում են դուրս գալ, երբ որ ես այսքան իմ շատ գործերի հետ սկսեցի նաև վլոգներ վարելը սկսել իմ սաթենիս խորհրդով, նպատակը հիմնականում նա է, որ կարողանամ օգտակար լինել իմ ընտանիքին, իմ տնտեսությանը և իմ փոքրիկ լուման ունենալ այդ ամենը առաջ տանելու համար, նպատակների իրականացման համար, երազանքների իրականացման համար, նաև գնալով ավելի հաճելի է դառնում ինձ շփվել այսքան մեծ ընտանիքի հետ, յութուբյան ընտանիքի հետ, հաղորդակից լինել էկրանից այս կողմ, այդ կողմ, թեպետ սկզբից ինձ համար շատ դժվար էր, երբ որ ես սկսում էի խոսել, ինձ համար դա ամենախոսություն էր, շատ դժվար ճանապարհ եմ անցել և հիմա ես զգում եմ ինձ, որ կարողանում եմ արդեն շփվել ձեր հետ ավելի ազատ քան առաջ էր և նորից ձեզ բոլորիդ շնորհակալություն, որ կաք իմ կողքին, սիրելի հետևորդներ ջան։ Այսպես, մի փոքր կզրուցեմ, ապա իմ սուրճի բաժակը կվերցնեմ և կգնամ արդեն համ կսրճեմ, համ էլ կպատասխանեմ արդեն իսկ տեղադրած իմ բլոգի գրառումներին, որ դուք եք թողնում մշտապես ինձ, երբ որ դուք գրում եք ինձ ու մի փոքր ուշանում է, ապա իմացեք, որ դա անտեսված չէ, այլ զուտ ժամանակի հարց է, սիրելի հետևորդներ ջան, ու հենց այս պահին, երբ որ ես կադրից դուրս եմ գալի ու գնում եմ սրճելու կամ էլ մի կտոր հաց ուտելու, այդ ընթացքում ես թերթում եմ իմ էջը, բացում եմ և պատասխանում եմ ձեզ, որպեսզի դուք էլ ձեզ ուշադրության կենտրոնում զգաք, երբ որ մարդը, հատկապես կինը, զգում է իրեն ուշադրության կենտրոնում, դա շատ ոգևորիչ է, դա յուրահատուկ էներգիա է, որ մեզ է փոխանցվում և մենք կարողանում ենք ավելի մեզ ուժեղ զգալ, ավելի մեզ զգալ վստահ և վստահ քայլերով առաջ ենք շարժվում։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, նաև միշտ էլ ասել եմ, որ եթե դուք էլ սուրճի սիրահար եք, ապա մշտապես կարող եք փոփոխության ենթարկել ձեր սուրճի բաժակները և ավելի հաճույքով վայելել, հաճույք ստանալ ձեր վայելած սնունդից, այո, երբ որ սնունդը անգամ հաճույքով ենք վայելում, իր դրական ազդեցությունն է թողնում և մեր օրգանիզմը առողջ է մնում։ Հիմա ես երբ որ իմ եփած ճաշի բույրից սուրճը մի կողմ դրեցի և իմ ճաշը վայելեցի, դա նույնպես շատ կարևոր է, թեպետ և գիտեք, որ ինչքան էլ սուրճի սիրահար եմ, այսօր շատ ծանրաբեռնված էր իմ օրը և անկեղծ չէի հասցրել, որ նստել ու մի կտոր հաց վայելել, մարդն է, որ ուտելով ուժ ու էներգիա է ստանում, թեպետև առանց դրա էլ մարդը ի վիճակի է 40 օր և ավել դիմանալ առանց ուտելիքի, մարդուն այդքան հզոր է ստեղծել Աստված, նաև այդպիսի ունենք ֆիլմ, իրական հիմքերի գրված գրքի Հովազաձորի գերիները կամ կարդացել եք, կամ էլ ֆիլմն եք դիտել, շատ հին ֆիլմ եմ ես ձեզ հիմա հիշեցնում, սովետական տարիներին մենք շատ էինք դիտում, նաև շատ խրատական էր, որ մարդը ինչերի է ընդունակ, ինչեր կարող անել, որտեղ կարող է ընկնել ու դուրս գալ, սայթաքել ու վեր բարձրանալ, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ, որ իմ այս խոսքերով մեկ բաժակ դառը սուրճի շուրջ հավաքվելով այսպիսի հաճելի զրույցներ ունենանք
եւ միգուցե որևէ մեկը որ կլսի ինձ պատահաբար բացելով իմ ալիքը, միգուցե իմ այս խոսքերը, իմ այս զրույցը լսելով կողոքեշնչվի, մոտիվացիա կառաջանա իր մոտ, միգուցե թևաթափ եղած մարդիկ կան, որ այս աշխարհում շատ են, այո, ես էլ ժամանակին կար մի ընթացք, որ շատ թևաթափ վիճակում եմ հայտնվել, կորցրել էի աշխատանքս, կորցրել էի էներգիաս, կորցրել էի առողջությունս եւ միանգամից ուժերս հավաքեցի ու սկսեցի վստահ քայլերով ինձ տրված այդ ուղին քայլել, հաղթահարելով ամեն մի դժվարություն, սիրելի հետևորդներ ջան, իսկ հիմա էլ գիտեք թե ինչ գործերի մեջ եմ ու հենց այս պահին էլ որ սպասում եմ որ վարպետը պիտի գա, դա նույնպես ինձ համար շատ դժվարություն է, այդ բնական աղետը որ եղավ, այդ հզոր կարկուտը որ եկավ, իմ տանիքն է ջարդուփշուր արել ու այս ամիսների ընթացքում չեմ կարողացել որ դրա հարցն էլ կարգավորել, անընդհատ մի գործից մի գործն եմ գնացել ու հատկապես էլ որ անձրևային չէր եղանակը, մի քիչ էլ երևի դա էր նպաստել, իսկ հիմա ի վերջո կարող եմ այդ գործն էլ անել, նաև այս վարպետը, որ պիտի գա շատ զբաղված էր, այլ գործ ուներ ձեռքին եւ ժամանակ չէր գտնում, որ գա ու իմ գործն էլ անի, իսկ եթե վարպետ են կանչում, ուզում ենք, որ լավ վարպետ կանչել, որպեսզի մեր գործը ավելի լավ կատարի եւ մենք էլ գոհ լինենք մեր արած ամեն ինչից։ Այդպես, սիրելի հետևորդներ ջան, այսքան զրույցը, որ ուզեցի ձեր հետ վարել, ամբողջությամբ բխում է իմ սրտից, սա սրտով արված զրույց է, սա հատուկ սցենար գրված չէ, եւ այն ինչ որ խոսում եմ այս պահին, նույնպես ինձ համար Աստծո շնորհ եմ համարում, որ կարողանում եմ տեսախցիկ միացնել եւ անմիջապես ձեր հետ այսպես ազատ ջերմորեն զրուցել, երբ որ նա ձեր հետ զրուցում եմ, անձամբ ինքս էլ հոգու թեթևություն եմ զգում, չէ որ երբ որ մարդիկ իրար հետ հաղորդակից են լինում եւ մեր հոգում, մեր ներսում կուտակված այդ զրույցները, երբ որ բարձրաձայն ասում ենք, համ ի կատար է ածվում լավ բաները, դրա համար երբեմն միշտ ասել եմ, խոսքը ուժ ունի եւ միշտ լավ բաներ զրուցենք, որպեսզի կատարվի, եւ երբ որ մարդը արտահայտվում է, իր հոգուց դուրս է գալի իր սրտի խոսքը, ապա ավելի մարդը թեթև է ապրում, նոր էներգիա է ստանում, ինչպես որ ես հիմա եւ անցնում ենք մեր գործին։ Իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, գնամ սրճելու կադրից դուրս եւ պատասխանեմ ձեր գրառումներին, ու քանի որ հիմա խոսքը նաեւ գնաց իմ ալիքի մասին, ուզում եմ հիշեցնել իմ նոր բաժանորդներին, ովքեր նոր են միացել իմ ալիքին եւ դեռևս չեք հասցրել բաժանորդագրվել, ապա խնդրում եմ սեղմեք պատվիսացակոճակը, միանալու իմ ալիքին, բաժանորդագրվելու, չմոռանալով լայքել եւ գրառումներ թողնել եւ մեր շփումը ավելի հաճելի դարձնել։ Նախապես բոլորիդ շնորհակալություն, սիրելի հետևորդներ ջան, իսկ հիմա անցնեմ արդեն իմ այն կարևոր մյուս գործերին, որն է պատասխանել ձեր ջերմ տողերին։ Կապ չունի բառեր եք գրել ինձ, թե սմայլիկներ եք ուղարկել, ամեն ինչի համար ես շատ զգացված եմ։ Այդպես է, գնացի։ Ես նորից եկա, ձեր հետ զրուցեմ, քանի դեռ այդ վարպետը չի եկել, սիրելի հետևորդներ ջան, այս ընթացքում պատասխանեցի ձեր գրած գրառումներին, ու քանի որ դեռևս ես ազատ եմ, ուրիշ գործ չկա, ասեցի լավ, ճուտիկներ ինձ տոպրակից հանեմ, աղ կդնեմ ու գիշերը այդպես կմնա։ Հետո առավոտը նոր չգիտեմ որ ժամի արդեն կպատրաստեմ։ Այսպես։ Բայց լավ ցրտել ահա արդեն կեչիրը դնելու վաղտնա գալիս։ Ահա։
Տոպրակում էի, որ ջրեր էր գնացել։ Այդքան էլ սառած չի, դե քանի որ նոր էին ստացել, ահա, կարողանում եմ հեշտ բացել։ Սա արդեն մի կողմ։ Շատ սառած չի, դրա համար էլ ջուր էր գնացել ու տոպրակից դուրս էր եկել, էլի։ Լավ է, շատ լավ է, ես սիրում եմ, որ հենց որ տեսնում եմ ապրանք ստանում խանութը, դե մեքենաները գալիս են, մեքենաների վրա էլ գրված է, որ ինչ ապրանք են ստանում, այդ որ մեքենան է, ու արդեն հենց այդ պահին էլ ասում եմ, քանի դեռ թարմ է, գնամ վերցնեմ։ Հիմա սա կմշակեմ, աղը կանեմ, ու ոնց ասեցի, կմնա։ Կարևորն են շատ թարմ է, բայց չգիտեմ, ամբողջական սարքեմ, երևի։ Մի պահ մտածում էի, որ կկիսեմ, մի կողքին էլ կարտոֆիլ կկարմրացնեմ միասին, բայց ինքան համեղ ա լինում, մտածում եմ, որ կփոշմանեմ, եթե այդ ձևով վարվեմ։ Ահա, սիրելի դեպորտներ ջան։ Ոյ, չեկավ, սպասելը շատ դժվար է, շատ։ Ու երբ որ սպասողական վիճակում ենք լինում, այդ պահին ոչ մի գործ թենց չեք կարում, չէ ձեռնարկենք։ Տոշը բացեմ ինչև է, բայց ես մի դանակս տեսնեք կանի, թե կամաչ պոչորը վերցնեմ։ Արդեն գիտեմ էլի, դե որ դանակն է ավելի սուր։ Բացեմ։ Սիրել հետևորդներ ջան, ուրեմն այս ընթացքում, որ ձեր գրառումներին պատասխանում եմ, նաև միացնում եմ իմ խոսքն եմ լսում, հա։ Ու այդտեղ, երբ որ ասում էի, որ այս շորը սիրում եմ եւ այլն, այդտեղ մի փոքր շփոթվել եմ, դե չգիտեմ, երբեմն այդպես էլ է ստացվում, մի տառը բառ է փոխում, փոխանակ ասեմ վիլվետ, ասել եմ վիլյուր, քանի որ վիլյուրի շալվար չեմ սիրում, այ հիմա էլ հակսե, այդ նույն շալվարը և վիլվետն է, սիրելի հետևորդներ ջան, մոկրի վիլվետն է, ինչու մոկրի, որովհետև երբ որ կպչում ենք, ինքը տեսքը փոխվում է, թվում է թե թաց է, հետո մուք ու բաց երանգներ է տալիս, հա, այսենց բացել եմ իր դոշը, մի հատ էլ երևի գծել քաշեմ դոշի վրա, այդպես, եթե հասցնեմ, ոնց որ թե դարպասի ձայնը եկավ, այո, վարպետն էլ եկավ, սիրել հետևորդներ ջան, հիմա կնայի, կտեսնի, գործը կվերցնի, եկա գալիս եմ, քանի որ իմ լուսամուտի փեղկը այդ վերևի մասը թեքությամբ բաց է, ձայնս այնտեղ լսվում է, սիրելի հետևորդներ ջան, ջուտիկը պատրաստ է և ձեռքերս էլ կսրբեմ, այսպես, կա չէ սենսորնի անձեռոցիկների տուփ, գիտությունը շատ է զարգացել, որ էլ հաջորդին չկպչենք, ու երբ որ հաջորդին կպչում ենք, ստիպված մյուսն էլ ենք պոկում, քիչ անց, սենսորնի անձեռոցիկները, չգիտեմ ձեզ ծանոթ է, հանդիպել եք, համացանցում թե չէ, իմ դուրը շատ է եկել, բայց դրա ժամանակը չի շատ, ուրիշ այլ գործեր ունենք, կբավարարվենք մեր եղածով։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, էլ ժամանակ չունեմ, արդեն ջուտիկի աղցանելն էլ կադրից դուրս ես այդ ամենը կպատրաստեմ, ջուտիկը վաղն եմ պատրաստելու այդ համովությունը, այդ ընթացքում նաև ձեռքերս էլ հասցրել եմ լավ օճառով լվացել և կարող եմ նորից մազերիս կպչել, հիանալ, այս պահին տեսաղցիկը ինձ համար ծառայում է որպես հայելի, երբեմն նաև այո, արդեն այդ աստիճանի սովորել եմ ձեր հետ շփվել և այդ զգացողությունը, որ հիմա ես զգում եմ, որ ձեր ներկայությունը ես զգում եմ, ինձ համար շատ հաճելի է և մեր զրույցը այս պահին ինձ համար իրական է թվում և դրա համար էլ կարողանում եմ ազատորեն այսպես ինձ էլ նայել, մազերս ուղղել
Եվ իհարկե հիանում եմ իմ կատարած աշխատանքով, որ ինձ հաջողվում է ինձ ենթարկել իմ կամակոր մազերին, երբեմն էլ մենք ենք չէ կարողանում մեր մարմնի լեզուն հասկանալ, մեր ամեն ինչի լեզուն հասկանալ, ես այդ տեսակն եմ և ես ինքս եմ կարողանում հասկանալ իմ լեզուն։ Դուք էլ այդպես վարվեք, սիրելի հետևորդներ ջան, և ինձ նման դուք էլ եղեք ուժեղ, երբեք թևաթափ չլինեք, եթե անգամ թևաթափ եք եղել, ապա սկսեք ամենափոքր բաներից և այդպես առաջ շարժվեք, սիրելի հետևորդներ ջան, առայժմ լավ եղեք և միշտ ուրախ սրտով եղեք։